Աղազարյանն իր ընկերու այսօր եմ կարդացել այդ թեմայի մեջ նորից։ Ընկերու համար ընդհանուր $8,000 արժողությամբ հեռախոս եւ մատանի գնելու գումար է տվել Սանիկին։ Այսպիսի ցուցմունք կա։ Գումարը տվել Սանիկին։ Հա։ Չէ։ Իբր թե Սանիկս է հեռախոս իմասելով հեռախոս արել իբր թե եւ ասում մատանի։ Չի արել եւ մատանի, հա։ $8,000 մատանին լավ մատանի։ Նախ 60 տարեկան հասակում տղամարդը ընկերուհի չի ունենում, ուրիշ բան ունենում։ Երկրորդը ուրիշ ինչ։ Դե մա չասենք ինչ։ Հա։ Երկրորդը ես եկել եմ Գուրտուման եւ իմ հարազատ մեկի տնտյան օրն ա եղել, զանգել եմ Սանիկից, ասել եմ մի բան հեռախոս Samsung 60,000 դրամ անոց։ Նվերի իմ կողմից միջև գյուղում փողը կվերադարձնեմ։ Ծոման արելամետ հեռախոս մեկի ծաղիկներ 60-70,000 դրամի պատմություն։ Հետո եղել է։ Ես եկել եմ, չեմ հիշում ամիջապես փողը վերադարձել եմ, թե փողը գումարել եմ իմ իրեն ընդհանուր պարտքին։ Հետո այդ պարտքից վերադարձել եմ։ Հիմա այդ մատան երբևէ իմ ամբողջ կյանքում երբևէ որևէ մեկի միջոցով ես մատանի նվեր տված չկամ։ Դա սա լեկտի սուտա եւ ես կարծում եմ որ դատախազությունը այստեղ բան է, ուղղակի բան է, սխալ է թույլատրվել, երևի բանը թույլատվություն ինչ-որ բան է տպագրել, որտեղ դե կբարձվի, դա այնպեսի բան չի որ։ Իհարկե։ Դուք 18 թվականից շփվում եք այն մարդկանց հետ, որոնց հետ նաև ճանապարհ եք անցել քաղաքականում։ Կա նրանց վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Վերաբերմունքը։ Հա։ Այո, ես երջանիկ եմ, որ ես այդ թիմի հետ շփվել եմ։ Հիմա նորից մարդկային շփումներ կան ձեր։ Որոշների հետ, բայց չէ, մի քիչ հիմա դեպի չի, բնականաբար այդպես չի, ես չեմ լեղանում, բայց այնտեղ կան մի քանիսը, որոնց հետ ասենք, ես որ կարգին շփվել եմ, ոչ որ կուզեմ շփվեմ։ Մի քանի հոգի տղաներից, տղամարդկանցից եւ կանանցից շատ քիչ հոգի բարեբախտաբար ես թույլ եմ տվել մտնել հեռախոսի իմ անձնական, ոչ պետական, մետական չէ, անձնական տիրույթ, դա ես համարում եմ մտել են անձնական տիրույթ, ըստ լուրերի տեսել են պետական բաներ այդ։ Թող պետական բաները տենային, պետական բաներ չէ տեսել, իմ ներ անձնական բաներ, ներ անձնական բան։ Եթե պետական, ես ամեն առիթով ասում եմ, եթե իմ անկողնուց իմ ներքնակը, դոշակը ներքնակն է, չէ, եթե իմ ներքնակի տակից ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ բան հանեն ինչ ճանապարհներով, որը վերաբերում է մեր պետական անվտանգությանը, ես օքեյ եմ, խնդիր չունեմ։ Բայց եթե մտնում են ներանձնական տիրույթ, դա շատ հասկանալի է ինչ է նշանակում ներանձնական տիրույթ։ Դա ես իմ սարսափելի երազներում չեմ պատկերացրել։ Բարեբախտաբար, ճնշող մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության իրան թույլ չի տվել մտնել այդ տիրույթ, եւ ես նորից եմ ասում երջանիկ եմ, որ այդպեսի մարդկանց հետ քայլելու։ Հիմա ես չեմ ասում հիմա բանից առաջ, դատախազի գալուց առաջ, որ բան անեմ, շողոքորտեմ, դա միշտ եմ ասել։ Չէ, բայց լինելու է գաղտնի քվեարկություն, չէ։ Ձեզ հետաքրքիր է ինչպես կպահեն այդ մարդիկ իրենց։ Չէ, կողմ կքվեարկեն։ Կողմ կքվեարկեն։ Իհարկե։ Բոլորը։ Բոլորը կողմ կքվեարկեն։ Գաղտնի է քվեարկություն։ Գաղտնի է քվեարկությունը բոլորը կողմ կքվեարկեն։ Որովհետև ասենք օրինակ իմ այդ մատանու պատմությունը։ Այսինքն գաղտնի չէ այդ քվեարկությունը ամեն դեպքում։ Չէ, գաղտնի է, ոչ գաղտնի չէ։ Որ գաղտնի է, ով կիմանա ով է կողմ քվեարկել, ով դեմ։ Անկան ձևեր կա իմանալու։ Հա, դե ուրեմն գաղտնի չէ, ես ճիշտ եմ ասում։ Դե։ Հա։ 25-ին կլինի այդ նիստը։ Հա։ Հիմա գիտեք ինչ հետաքրքիր բան կա։ Ինչ հետաքրքիր բան կա։ Ուրեմն տարիքես առաջ այս նոր ներկայացված գործի բանելիս ֆիգուրանտներից մեկը Գոհարանով, այ հիմա դատախազը ներկայացրել է։ Պատգամավոր է ձեր խմբի։ Չէ, Գոհարանով մի տիկին, ու տարվես տարիքես առաջ հայտարարեց, որ ինձ $23,000 փող ա տվել շինթույլտվության համար օգնելու համար։ Ցուցմունք է տվել ձեր դեմ։ Չէ, ցուցմունք չի տվել, հենց։ Հա։ Մարդը մեջ գցել, բանանես կոմենկոն, որ $23,000 փող ա տվել, որ ես իրան օգնեմ, չեմ արել, փողը հետ չեմ տվել։ Հիմա դա կարող է ցուցմունք դնել, դա եմ ասում։ Մի վարքյան։ Էդի տարիքես առաջ։ Ես բարձեցի թե էդի ով է, Արամ Մկրտչյանի մոտիկն է։ Արամ Մկրտչյանը, որ իմ Սանիկն է։ Սանիկ ասենք մեծ տարիքում ամուսնացավ, 47 տարեկան ինչ ամուսնացավ, ես իրենց Հայաստանի, բանի, շրջագայության քավորն էի։ Բարձեցի որ էդի է։ Ես
դիմեցի ԱԱՑ-ը, ասի այսպեսի բան ա եղել։ Պատմեցի ամբողջ եղելությունը Արամի հետ կապված։ Իրանք ուսումնասիրեցին եւ ինձ ասեցին, պարոն Աղադան, այդ Արամը շատ բան հանձնավորություն է։ Տասնյակ, եթե չասենք հարյուր մարդկանց հետ խնդիրներ ունի, որպեսզի դուք վաղը մյուսները խնդիր չունենաք, դիմեք ոստիկանություն, թող բարձրաբանեք։ Ես դիմեցի ոստիկանությունը քննչականը ուսումնասիրեց, ասեց, այստեղ նյութ չկա, որ մենք գործ հարուցենք։ Հիմա այդ նույն գործը, այդ ինչ որ ես ասում եմ, Արամի այդ պատմությունները, այդ հեռախոսազանգ բաստաղ մանրամասն Վերածվել է գործի։ վերածվել է գործի, բայց այստեղ արդեն Գոհարը չի ասում, որ ինքն է գումար տվել։ Ինքը ասում է, որ իր ընկերուհու եղբայրն է, ասինքն Արամն է ինձ գումար տվել։ Այդ տարբերությունը, մեկ էլ այդ մատանին է տարբերությունը, որ հայտնվել է։ Բա հիմա ասենք եղավ ինչ։ Պատկերացրեցիք։ Ես պատկերացնում պատկերացնում եմ այդ գործը ինչքան է քննվելու մեր արտարադատության։ Չեմ կարող ասել։ Բայց ծիծաղելի է դա։ Բայց մի առանցքային հարց այնուամենայնիվ կա, չէ՞, այս ամբողջ պատմության մեջ։ Ինչը ձեզ դարձրեց ոչ յուրային նույն քաղաքական թիմը։ Կոնկրետ։ Ոչ քաղաքական թիմը մի քանի հոգու համար եւ վարչապետի համար։ Ինքն նույն տեսակետ ունենալը։ Մի դեպքում այդ ինքն նույն տեսակետը վերահասվել կոնկրետ որոշման, որը վարչապետի սրտով չի եղել, չեմ ասի թե ինչ է։ Մի դեպքում կասեմ թե ինչ է, այս մոտարպես այս ժամանակները մի քիչ առաջ, փետրվարին, վարչապետը եկավ խմբակցության հետ հանդիպան եւ ասեց, որ պիտի բան անենք։ Եվրամիություն անդամակցության դիմում գրենք։ Մենակ ես դեմ խոսացի, միայն ես դեմ խոսացի, մյուսները դեմ չխոսացին որոշումից, առանձնապես դեմ ոչ կողմ, բայց դրանից մեկ շաբաթ հետո նորից քննարկում եղավ եւ բոլորը դեմ էին նաեւ նրանք, ովքեր որ ընդհանրապես Եվրամիության կողմնակիցներն էին, բայց գտնում էին, որ պահը պատեհ չի։ Այսօր, որ օրենքի նախագիծն եկավ, այսօր են վաղվա համեմատ պահը ավելի անպատեհ է։ Բայց վարչապետը շրջանցեց թիմը, օգտագործելով այդ եվրոպամետ ուժերին, բերեց թիմի կանգնացրեց փաստի առաջ։ Խնդրեմ։ Երկրորդ դեպքը։ Եվ կան այդպիսի դեպքեր, որը ասենք, որը վարչապետի մոտ անհանգստություն առաջացել, որ ես միգուցե փոքր, միգուցե մի քիչ, միգուցե մի քիչ շատ կարող եմ իմ, ասենք, կերպարով ազդել այս կամ այն որոշման, մի քիչ ազդել, չեմ ասում։ Քաղաքացիական պայմանագիր վերադարձը բացառված է ձեր պատմություններից ես։ Հա։ Չէ, կա տարբերակ։ Ներողություն, մի քանի հոգի դուրս գան խմբակցությունից, վարչապետը խոստանա, որ իրան կպահի այս ձևի, ժամանակ կարող է վերադառնալ։ Իսկ հետագա քաղաքական ձեր։ Հետագա քաղաքական մեծական նպատակը այն է, որ առաջիկա արտահայտ կամ հերթական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև ինքը այսինքն դուք արդեն պայքար եք հայտարարում։ Ձեր նախին որովհետև ինքը մեր պետությունը ղեկավարել է դժվարագույն ժամանակաշրջանում եւ դրա համար ծախսել է շատ մեծ հոգեվոր բարոյական, ֆիզիկական էներգիա եւ ինքը ըստ էության սպառված է, երբ որ նմանատիպ դեպքերում մարդը սպառվում է, ապա անցնում է ղեկավարման այլ տարբերակի, այդ տարբերակներից մեկը ավտորիտար ղեկավարումն է, որը շատ վտանգավոր է մեր պետության համար։ Հետևաբար պետք է պարոն վարչապետը առաջիկա իսկ հնարավորության դեպքում գնա հանգստի, նաեւ մեր օգնությամբ։ Ընտրությունները։ Կհաջողենք ընտրությունները։ Կհաջողենք թե չենք հաջողի, դա արդեն ուրիշ խնդիր է։